Վեհապար Տեր, ուզում եմ հարցնել, պարզ է և քաղաքացիները և քաղաքական ուժերը հիմա քննարկում են այս օրերին, որ իշխող քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական ծրագրում ներառել է եկեղեցու դեմ պայքարը որպես նախընտրական խոստում, այսինքն սա նշանակում է, որ այս քարոզարշավի կարճատև դադարից հետո, իսկ դա հասկանալի է պայմանավորված է այն հանգամանքով, որ եկեղեցու վարկանիշը ամենաբարձրն է, 80% եւ ավելի, եւ այդ իսկ պատճառով դադար է տվել, բայց նախընտրական ծրագրում խոստանում է, որ եկեղեցու դեմ հարձակումը ուժգնանալու է, նոր պայքար է սկսվելու, եթե հանկարծ Աստված մի արասցե իրենք կարողանան հասնել իրենց նպատակին։ Ուզում եմ հասկանալ եկեղեցին ինչ քայլերի է պատրաստ, արդյոք պատրաստվում եք դրան այդ նոր հարձակումներին։ Մենք տակավին ընտրության արդյունքները չգիտենք, բայց եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել ամբողջանվեր կերպով և որևէ կերպ, որևէ կառույցի և իշխանության թույլ չտալ, որ միջամուխ լինի եկեղեցու ներքին կյանքին և փորձի եկեղեցին ենթարկեցնել իր կամքին։ Այնպես որ մեր և մեր եկեղեցականաց կեցվածքն ու դիրքորոշումը շատ ամուր է և հստակ։ Պարզապես դա միայն եկեղեցու պաշտպանություն չէ, այլ նաև հավատավոր ժողովրդի։ Դա նաև մեզ է վերաբերվում, մեր պաշտպանությանը, ու մենք ակնկալում ենք եկեղեցուց բավական լուրջ կոշտ քայլեր։ Բնականաբար եկեղեցու այդ կեցվածքը իսեր մեր ժողովրդի է, իսեր մեր հայրենիքի է։ Եկեղեցին ունի կարևոր առաքելություն, որ դարերով իրականացրել է մեր ժողովրդի կյանքում, մեր մշակույթի կերտման, մեր հոգևոր ազգային արժեքների ձևավորման, մեր ինքնության պահպանության և մեր ժողովրդի կյանքի հարատևության երաշխիքները ապահովելու առումով։ Եվ այդ պատմական առաքելությունը եկեղեցին բոլոր պայմաններում, բոլոր իրավիճակներում անշեղորեն իրագործելու է։ Մենք ապավինում ենք Աստծուն, մեր երկնավոր Տիրոջ օգնականությանը, ինչպես և մեր ժողովրդի